Տեսեք ինչ գեղեցիկ վարդ եմ պատրաստել։ Կարող եք գուշակել ինչից է պատրաստված այս գեղեցիկ վարդը։ Այո, հիմա ցույց կտամ ինչ պարագաներ են պետք այս վարդը պատրաստելու համար։ Մի փոքր ջուր, պետք է վրձիններ, կարող եք մեկը վերցնել։ Պետք է պնակ եւ ձեր նախընտրած գույնը, իմ մոտ կարմիր գույն է։ Պնակ, կարող եք ուրիշ տարը վերցնել, որպեսզի գույնը ստանանք։ Պետք է մկրատ եւ ամենակարևորը անձեռնոցիկ։ Դե ինչ, գնանք պատրաստելու։ Այստեղ ես եւս ունեմ 3 անձեռնոցիկ։ Վարդը պատրաստելու համար մեզ պետք է 5 անձեռնոցիկ։ 2 հատը իմ ձեռքերում է, մյուս 3-ը այս իմ կողքն է։ Դե ինչ, ծալում ենք։ Ծալում ենք այսպես։ Այսպես եւ այսպես։ Վերցնում ենք բաժակը եւ ֆլոմաստերը եւ բաժակի այս դիմացի հատվածով գցում ենք անձեռնոցիկի վրա։ Այսպես։ Գցում ենք այսպիսի շրջան եւ հանում ենք բաժակը։ Ստանում ենք այսպիսի շրջան, եթե անհավասար լինի, ոչինչ, մենք կտրատելու ենք այս կլորակը։ Այսպիսի շրջան ստացանք, վերցնում ենք մկրատը եւ կտրատում ենք շրջանը։ Մենք ստացանք այսպիսի շրջանակներ։ Հիմա պետք է ստանանք գույնը։ Գույնը ստանալու համար պետք է պնակը կամ ուրիշ տարամ, ջուր, գույնը եւ ցանկացած վրձին, լցնում ջուրը։ Ահա ջուրը։ Ներկը։ Ահա ներկը վերցնում ենք եւ ջուրի մեջ ենք դնում ներկը, որպեսզի ջուրը լինի կարմիր։ Ահա։ Վերցնում ենք մեր շրջաններից մեկը եւ կարմիր գույնով այս իր կողքերը ներկում ենք, ահա այսպես։ Ահա։ Տեսեք ինչ գեղեցիկ մուգ կարմիր է։ Բոլորը անեմ եւ միանամ։ Արդեն 5 շրջանակներն են, դա երկրորդ տոնն է։ Ըստ թերթիկները ինչ հատ են։ Հիմա պետք է այս բաժակի վրա հերթով անել։ Պետք է հերթականությամբ շարել։ Եկեք մի հատը թողենք, որպեսզի վերջում դնենք, եկեք թողնենք Սա գեղեցիկ է, սա թողում ենք, որպեսզի այս, որ հերթականությամբ շարենք, վերջում այս կլոր հատվածը սա դնենք, դե ինչ հիմա շարում ենք, առաջինը այսպես, այսպես շարում ենք, հիմա բաժակի վրա արդեն հերթականությամբ շարված է, հիմա պետք է անենք բաժակը։ Ինչ գեղեցիկ է ստացվել, տեսեք։ Գեղեցիկ է ստացվել մեր վարդը, կարմիրը եւ դեղինը։ Դուք էլ անպայման փորձեք, վստահ եմ ձեր մոտ էլ այսպիսի գեղեցիկ կստացվի։ Բաժանորդագրվեք իմ ալիքին եւ դրեք լայքեր, որպեսզի բաց չթողնեք հետագա ավելի հետաքրքիր վիդեոներից։ Տեսություն։